Եթե նրանք չլինեն, օրինակ չեն լինելու մարդիկ, ովքեր հարձակվում են հայ առաքելական եկեղեցու վրա, նման լկտի պահվածք են ցուցաբերում հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Եթե չլինեն նրանք, չեն լինի մարդիկ, ովքեր ուրանում են հայոց ցեղասպանությունը։ Եթե չլինեն նրանք, չեն լինի մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ Արարատ սարը, Մասիս սարը հայ ժողովրդի ինքնության անբաժանելի մասն է։ Եթե չլինեն նրանք, Հայաստանը չի դառնա թուրքական եւ ադրբեջանական ազդեցության տարածք։ Եթե չլինեն նրանք, Հայաստանի սահմանները անպաշտպան չեն մնա ոնց որ հիմա են։ Եթե չլինեն նրանք, Հայաստանը իր տարածքները չի հանձնի Ադրբեջանին։ Եթե չլինեն նրանք, Հայաստանը խեղկատակ չի լինի, Հայաստանի ղեկավարը խեղկատակ չի լինի միջազգային ասպարեզում։ Մի խոսքով, ինչ ասեմ, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, կլինի Հայաստան։ Եթե լինի Նիկոլ Փաշինյանը, կլինի հակահայաստան։ Սա հստակ երկընտրանք է։ Չկա Նիկոլ, կա Հայաստան, կա Նիկոլ, կա հակահայաստան։ Այս երկընտրանքը մտքներիս մեջ ունենալով մենք պետք է գնանք հունիսի 7-ին ընտրությունների։ Հստակ ասելու, կամ մենք Նիկոլի հետ ենք, իսկ մենք ինչպես մենք գիտենք Նիկոլի հետ է նաև Ալիևը եւ Հական Ֆիդանը, այսինքն Էրդողանը, կամ մենք Հայաստանի հետ ենք, եւ ինչպես գիտենք Հայաստանի տեխնացունը Արման Թաթոյանը։